Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր փետրվարի 10։ Որովհետև նրա համար վկա կլինես բոլոր մարդկանց առաջին այն բաների համար, որ տեսար և լսեցիր։ Գործք 22:15 խոսք։ Պողոսը ընտրվեց երկնքից լսելու և տեսնելու Տիրոջը, որ խոսում էր նրա հետ։ Այս աստվածային ընտրությունը մեծ ու բացառիկ արտոնություն էր նրա համար, բայց այն չպետք է ավարտվեր միայն նրանով, այն նախատեսված էր ազդեցություն ունենալու նաև ուրիշների վրա, այո, բոլոր մարդկանց վրա։ Այսօր Եվրոպան ավետարան ունի, քանզի Տերը Պողոսին գործածեց։ Մեզնից յուրաքանչյուրին իր չափով ու բաժնով տրված է լինելու վկա այն ամենի, ինչ Տերը հայտնել է մեզ, և մեր իսկ կորստի վտանգն է, եթե թաքցնենք այդ թանկագին հայտնությունը։ Նախ մենք պետք է տեսնենք ու լսենք, այլապես պատմելու ոչինչ չենք ունենա, բայց երբ արդեն տեսել ու լսել ենք, պարտավոր ենք ջերմեռանդությամբ վկայել։ Այդ վկայությունը պետք է լինի անձնական, դու վկա կլինես։ Այն պետք է լինի Քրիստոսի համար, դու պիտի լինես նրա վկան։ Այն պետք է լինի մշտական և ամեն ինչ կլանող։ Մենք կոչված ենք լինելու վկա, առավել քան որևէ այլ բան, նույնիսկ շատ այլ զբաղմունքների հաշվին։ Մեր վկայությունը չպետք է սահմանափակվի ընտրյալ մի քանի մարդկանցով, ովքեր հաճույքով կընդունեն մեզ, այլ պետք է ուղղված լինի բոլոր մարդկանց, բոլոր նրանց, ում կարող ենք հասնել, երիտասարդ թե տարեց, հարուստ թե աղքատ, բարի թե չար։ Մենք երբեք չպետք է լռենք ինչպես նրանք, ովքեր համր ոգով են բռնված, քանզի մեր առջև դրված է խոսքը, որը և հրաման է, և խոստում, և մենք չպետք է այն բաց թողնենք։ Դուք եք իմ վկաները, ասում է Տերը։ Տեր, իրականացրու այս խոսքը նաև ինձ վրա։